թուրքական հասարակության մեջ մեծամասնություն ազգայնականն են, եւ պետք է գիտակցի, որ Թուրքիայի սահմանադրության մեջ ֆիքսվում է, որ այդ երկիրը ազգայնական է։ Անգամ գաղափարախոսություն, որպես էրդողանիզմ արդեն գոյություն ունի, երկրի անունն ինչ է։ Աշխարհը 5-ից մեծ է։ Ինչ է ասում Էրդողան, այդ ինչ 5 եւ ինչու է մեծ 5-ից։ Էրդողանի համար այո, սա բավական վտանգավոր իրավիճակ է, ամեն սև բան չէ, որ Օթելլո է։ Եվ այո, ես տեսել եմ, թե ինչպես են թուրք լրագրողները ոչ թե Հայաստանի բյուջեի հաշվին, այլ իրենց հաշվին գալիս Հայաստան եւ խնդրում Հայաստանի ղեկավարների հետ հարցազրույցներ։ Իրոք շատ դժվար է լինելու, բայց այլընտրանք չկա։ Բարև ձեզ, մեր օբյեկտիվում կարևոր թեմաներ եւ իրադարձություններ են։ Այսօր Արևելագիտության ֆակուլտետի դեկան թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ անդրադառնալու ենք Թուրքիային, Էրդողանի Թուրքիային, արտաքին եւ ներքին քաղաքականության ու նաեւ Հայաստանի հանդեպ դիրքավորմանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ։ Պարոն Մելքոնյան, 1 տարի առաջ Թուրքիայի պատմություն գրքի շնորհանդեսին դուք ասացիք, որ իրական Թուրքիան ճանաչելը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է։ Այս հաղորդումը թող լինի շատ համեստ փորձ այդ գործում, թեպետ դուք դրանով շատ ավելի լուրջ եք զբաղվում, բայց սա իբրև քարոզչական դաշտում անելիք դիտարկենք։ Ինչու շեշտեցի Էրդողանի Թուրքիան, որովհետև այն պարզ պատճառով, որ այդ մարդն է ղեկավարը, եւ նաեւ այն պարզ պատճառով, որ 2002 թվականից այդ մարդը իշխանության է եւ իրականում լուրջ փոփոխությունների է տարել Թուրքիային եւ լուրջ հանգրվանի է տարել հասցրել Թուրքիային։ Կա մասնագիտական գնահատական, որ Թուրքիայի քաղաքական պատմության մեջ մշտապես 2 տեսլականի միջև է եղել համառ պայքար։ Մեկը աշխարհիկ ուրեմն քեմալականության, մյուսը քաղաքական իսլամի։ Եվ այդ գնահատականում ընդգծվում է, որ վերջին 100-ամյակում այդ պայքարում հաղթանակը աշխարհիկ քեմալականությանն էր։ Եվ ահա իրավիճակը սկսեց փոխվել, երբ իշխանության եկավ Արդարություն, զարգացում, կուսակցությունը Էրդողանի գլխավորությամբ։ Թեպետ սկզբնական շրջանում իրենք էլ փորձեցին, չէ՞, այդ աշխարհիկ քեմալականության տիրույթում խաղալ, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել եւ այլն, հետո արդեն փոխվեց պատկերը։ Պարոն Մելքոնյան, փորձենք հնարավորինս հակիրճ ներկայացնել 2002 թվականից, թե Էրդողանը ինչ ընթացքով, ինչ հանգրվանի հասցրեց Թուրքիան։ Նախ ուզում եմ շեշտել, որ աշխարհիկությունը Թուրքիայի Հանրապետության, կարելի ասել, սահմանադրական նորմերից մեկն է, որովհետև երկրի հիմնադիրը Քեմալ Աթաթուրքը նախորդ պետության Օսմանյան կայսրության փոխարեն ստեղծելով նոր պետություն հանրապետություն, լիովին փոխեց համակարգը։ Օսմանյան կայսրությունը դա կրոնապետություն էր։ Երկրի ղեկավար սուլթանը միևնույն ժամանակ նաև հոգևոր առաջնորդ էր։ Մի անձի մեջ 2 ֆունկցիա էր։ Բայց արդեն հանրապետական Թուրքիան, ընտրելով արևմտյան մոդելը, գնաց կրոնը պետությունից տարանջատելու ճանապարհով, որի ամբողջությունը ընդունված է ասել քեմալիզմ տերմինով, այսինքն երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալի, այսպես ասած, հայացքները, սկզբունքները եւ այլն։ Բայց մի կարևոր հանգամանք կա, որի իմացությունը նաև այսօրվա այսպես իրավիճակը ավելի հասկանալի կդարձնի, դա այն է, որ հասարակությունը Թուրքիայի այս փոփոխությանը այդքան էլ կարելի ասել ոչ միայն պատրաստ չէր, այլև չէր էլ ընկալում այդ փոփոխությունը, որովհետև մենք պետք է ֆիքսենք 2 կարևոր բան։ Թուրքիայի հասարակությունը եւ մինչ այդ Օսմանյան կայսրության հասարակությունը կրոնական ինքնություն ուներ, նույնիսկ ազգություն տերմին չկար, եւ մարդիկ բաժանվում էին ըստ կրոնական պատկանության։ Հետեւաբար, երբ որ ասում են դու ինչ ես ազգությամբ, այսօրվա տերմինոլոգիայով, ասում են ես մուսուլման եմ։ Հետեւաբար դարերով այդ տրամաբանությամբ ապրած մարդուն միանգամից փոխել, դարձնել աշխարհիկ, ընդ որում ենթադրում էր, որ Օսմանյան կայսրությունում դատական համակարգը կրոնի վրա էր հենված, կրթական համակարգը կրոնի վրա էր հենված, հոգևորականները միևնույն ժամանակ ուսուցիչներ էին, այդ ամեն ինչը փոխվում։ Եվ երկրորդը, որ
նույնպես Թուրքիայի սահմանադրական այսպես նորմերից է ազգայնականություն։ Այդ 6 նորմերը։ Այո, Թուրքիան սահմանադրությամբ եւ Քեմալի սկզբունքներով ազգայնական պետություն է, դա ոչ թե մենք ենք այսպես վիրավորում, այլ դա ազգայնական պետություն է, հասարակությունը այո, հենված է իր ինքնությունը ազգայնականության վրա, որի թիրախներն են ոչ թուրք ժողովուրդները, այդտեղից հայերը, հույները եւ այլն եւ այլն։ Հիմա այս երկու սկզբունքները կրոնը եւ ազգայնականությունը շարունակում էր մնալ հասարակության մեջ դոմինանտ եւ Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը իրենց բնույթով այդպիսին էին ու Թուրքիայում հաստատվել էր ավտորիտար կառավարում, կար մեկ ընդամենը կուսակցություն ընդհուպ մինչև 1946 թվականը եւ երբ որ դրանից հետո սկսվեց բազմակուսակցական համակարգ, այսինքն այլ կուսակցություններ թույլ տրվեցին, որ գոյություն ունենան, անմիջապես առաջ եկավ այլընտրանքը, աշխարհիկություն, դրա այլընտրանքը իսլամականություն։ Համապատասխանաբար իշխանություն, ընդդիմություն եւ դերերով փոխվում էին։ Այո, բայց այստեղ նաեւ այդ ժամանակ պարզ դարձավ հետեւյալ իրողությունը, որ այդ բարեփոխումները, Քեմալի այդ սկզբունքները հասարակությունը դրանց անհաղորդ է, չի ընկալել ու հասարակությունը շարունակում էր մնալ պահպանողական, կրոնական, ազգայնական ու անմիջապես իր քվեն տալիս էր այն ուժերին, որոնք կամ կրոնական էին քարոզը, կամ պահպանողական էին, կամ կրոնական պահպանողական իրար հետ, կամ ազգայնական։ Եվ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում այս հանգամանքը շատ կարևոր դեր է խաղացել բոլոր ընտրությունների ժամանակ։ Եվ դուք ինչպես ճիշտ նկատեցիք, դրա կարելի ասել գագաթնակետը 2002 թվականն էր, երբ Էրդողանը առաջ եկավ որպես իր ձևակերպումը հետևյալն էր, որ ինքը իբրև թե դեմոկրատիայի կողմնակից է, բայց դա այսպես դեմոկրատ պահպանողականություն, ժողովրդավարական պահպանողականություն, իրենց գաղափարախոսությունը եւ պահպանողականության մեջ ընկալվում էր կրոնականությունը, իսկ Էրդողանը հանդես էր գալիս որպես բացահայտ իսլամամետ գործիչ։ Եվ հասարակությունը արդեն փաստորեն 23 տարի է մեծամասնությամբ սատարում է այս գաղափարախոսությանը եւ դրան արդեն ավելի ուշ 2015-18 թվականներին միացավ նաեւ ազգայնականություն եւ այսօր Թուրքիայում մեր հասարակությունը պետք է իմանա, որ իշխող գաղափարախոսությունը եւ իշխող կոալիցիան, որը կառավարում է երկիրը, ծայրահեղ ազգայնականներն են եւ ծայրահեղ իսլամականները, այսինքն գորշ գայլեր կոչված ահաբեկչական այսպես խմբավորման քաղաքական թևը, կուսակցությունը, ազգայնական շարժում եւ Էրդողանի գլխավորած կուսակցությունը համատեղ դաշինք են։ Մեկը ներկայացնում է իսլամի ուղղությունը, մյուսը ազգայնականության։ Եվ այդ դաշինքն է, որ ստանում է մեծամասնություն, ուստի այստեղից էլ կարող ենք տրամաբանել, որ թուրքական հասարակության մեծամասնությունը կամ գոնե 50%-ը եւ մի քիչ ավելին իր հայացքներով պահպանողական, իսլամական, ազգայնական է, ուստի այս կոնտեքստում ձեր այսպես հաղորդման խորագիրը, որ նշեցիք, Հայաստանը եւ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը, նաեւ սրանով պետք է պայմանավորել, որ Թուրքիայում իշխում է մի գաղափարախոսություն, որի շրջանակներում Հայաստանն ու հայությունը ընկալվում են որպես թշնամիներ։ Անկախ նրանից Հայաստանը ունի ներուժ, հզոր պետություն է, հզոր պետություն չէ եւ այլն, դա իրենց գաղափարախոսական թշնամին է, ուստի այդ քաղաքականությունը պետք է ըստ այդ տրամաբանությամբ էլ շարժում։ Պարոն Մելքոնյան, ես կուզեի անդրադառնանք 2016 թվականին, որը կարևոր տարեթիվ է Էրդողանի Թուրքիայի պատմության մեջ, Էրդողանի համար հատկապես հեղաշրջման ձախողման փորձի մասին է իմ հարցը։ Իհարկե, այդ մասին շատ է խոսվել տարբեր հարցազրույցներում, բայց մի այլ անկյունից եմ ուզում սրան անդրադառնալ։ Վերջերս մի հաղորդման շրջանակներում թեմային անդրադառնալիս դուք նշեցիք, որ պատկերավոր ձևով հիշեցրիք, որ քանի որ Աթաթյուրքը ժառանգ չուներ, բանակը հռչակեց իր ժառանգ եւ իր հերթին էլ բանակը հռչակվեց քեմալիզմի պաշտպան։ Էրդողանը, որ մշտապես մրցակցում է Աթաթյուրքի հետ եւ նաեւ գերազանցելու սինդրոմով է, առաջնորդվում,
Ինձ թվաց, որ 2016-ին Էրդողանը Աթաթյուրքի հանդեպ տարավ մի տեսակ խորհրդանշական հաղթանակ, երբ Աթաթյուրքի զավակ բանակին ի վերջո Էրդողանը չեզոքացրեց։ Կարող եմ այդպիսի գնահատական։ Միանշանակ, ուղղակի կարող եմ ասել, որ Էրդողանը եւ դրանից առաջ ու դրանից հետո Աթաթուրքի հանդեպ իրականացրել է մի շարք հաղթանակներ կամ հասել է մի շարք հաղթանակների եւ սիմվոլիկ եւ իրական եւ այլն։ Տեսեք, Թուրքիան ձևավորվել էր որպես խորհրդարանական երկիր եւ նախագահին ընտրում էր խորհրդարանը։ Իրեն ընտրեց ժողովուրդը։ Այո, Աթաթուրքից սկսած 23 թվականից մինչև 2014 թվականը բոլոր նախագահներին ընտրել է խորհրդարանը, այսինքն մի քանի 100 հոգի, մաքսիմում 500-600 падգամավոր։ Էրդողանը առաջին կերպարն էր, ով փոխելով համապատասխան դրույթները սահմանադրության, գնաց ուղիղ քվեարկության եւ ժողովուրդը քվեարկեց, այսինքն 500 падգամավորի փոխարեն մի քանի տասնյակ միլիոն մարդ։ Հետևաբար Էրդողանը պատմության մեջ մտավ առաջին ազգընտիր նախագահ, այսինքն ժողովրդի կողմից ընտրված նախագահ։ Սա եթե կարելի ասել առաջին հաղթանակներից էր։ Երկրորդ, որ իհարկե դուք ճիշտ նշեցիք բանակի հանդեպ, մինչ այդ էլ իրավական առումով չեզոքացնելով բանակը, այո, ըստ էության բանակը որպես գործոն դուրս մղվեց քաղաքական կյանքից, իսկ մինչ այդ Թուրքիայում քաղաքական վերջնական խոսքը պատկանում էր ըստ էության բանակին։ Մյուս հանգամանքը, որ Էրդողանը փաստորեն դեմ է արտահայտվում եւ քայլեր է արել Աթաթուրքի հռչակած արտաքին քաղաքական պասիվությանը։ Աթաթուրքը ասում էր խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում եւ այլն, եւ կարծես ասում էր պետք է այնինչ քարտեզ գծվել է Թուրքիայի համար դրանով բավարարվենք։ Էրդողանը ուղղակի վիրավորում է, քննադատում է Լոզանի պայմանագիրը, որով գծվել է այսօրվա Թուրքիան, ասելով, որ դա սխալ է, դրանով Թուրքիան որոշ տեղերում այսպես գանվել է պատին աշխարհագրորեն եւ անում է հակառակ քայլը։ Մենք տեսնում ենք ինչ Կիպրոսի օկուպացիայից հետո 74 թվականին Էրդողանը փաստորեն այն լիդերն էր, որը օկուպացրեց Սիրիայի մի հատված, մտավ հարավային Կովկաս օգնելով Ադրբեջանին օկուպացնել Արցախը, Իրաքի հետ կապված սահմանային անդադ խնդիրներ, Լիբիայի, Հունաստանի հետ կապված ծովային, ասելով, որ մենք ափին պարփակված երկիր չենք կարող լինել, մենք ծովային հայրենիք ունենք, եւ սրանով նաեւ նույնպես Աթաթուրքի փաստորեն արտաքին քաղաքական տրամաբանությանը, գոնե հռչակած տրամաբանությանը դեմ քայլեր եւ հաղթանակներ է արձանագրում, այնպես որ կարծում եմ, այսպես Էրդողան Աթաթուրք այս պայքարը երևի թե արդեն այլ էջ է տեղափոխվել, սիմվոլիկ առումով Էրդողանը Աթաթուրքի բացառիկությունը արդեն այսպես հաղթարել է, Աթաթուրքը սիմվոլիկ պետություն է, գիտեք, Թուրքիան կայսրություն է, պետական այլ մտածողություն ունի եւ լիդերներ, այնուամենայնիվ խորհրդանիշներ պետք են, այսինքն ամեն հաջորդ իշխանություն որ կա եւ քննադատի բոլոր նախկիններին եւ նախկին ձեռքբերումները պետականության սիմվոլիզմը, այո, կվնասվի։ Հիմա Աթաթուրքը որպես այդպես անվնաս իրենից շատ մեծ վտանգ չներկայացնող սիմվոլ պահպանվում է, բայց ես այն կարծիքին եմ, որ Էրդողանը այդ մրցակցության մեջ այդ էջը հաղթարել է եւ հիմա ինքը այնպես է դիրքավորված, որ իմ կարծիքով հաջորդ ղեկավարները Թուրքիայի եւ Թուրքիայի քաղաքական կյանքի հաջորդ փուլերը ընթանալու են Էրդողանին նմանվելու, Էրդողանին հասնելու, երկրորդ Էրդողան լինելու, Էրդողանին գերազանցելու, այսպես այդ լույսի ներքո, այնպես որ եթե նայենք Թուրքիայի պատմությանը, փաստորեն կա Աթաթուրք եւ կա Էրդողան, երկու այսպես լիդերներ եւ մնացածները, որոնք
փորձել են կամ փորձելու են նմանվել նրան։ Պարոն Մելքոնյան, իսկ Այնպես որ ձեր ձևակերպումը, որ նշում եք Էրդողանի Թուրքիա եւ այլն, դա իրոք այդպես է եւ անգամ գաղափարախոսություն որպես Էրդողանիզմ արդեն գոյություն ունի եւ դա ոչ միայն պայմանավորված է նրանով, որ Էրդողանը 20 տարի, 23 տարի ղեկավարում է Թուրքիան, այլև պայմանավորված է այլ հանգամանքներով գաղափարախոսական, որ սա իրոք արդեն Էրդողանի հետ ասոցացվող ուրեմն երկիր է, իսկ երկար ղեկավարած շատ այլ լիդերներ կան, բայց անպայման չէ, որ պետությունը այսպես այդ լիդերի անունով շարունակի կոչվել, իսկ Էրդողանի պարագայում կա այդ տենդենսը։ Այսինքն երբ եկավ իշխանության ու հռչակեց նոր Թուրքիա, չէ գաղափարախոսությունը, ամբողջապես փաստորեն իրացրեց, ռեալիզացրեց այդ գաղափարախոսությունը։ Ես ուզում եմ հարցնել, իսկ այդուհանդերձ ժողովրդի հայր, իբրև ժողովրդի հայր ընկալումը կա։ Էրդողանի, գիտեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, թուրքական մտածողության մեջ նախագահ կամ երկրի ղեկավարը ինչ որ տարբեր կոչումներ է ստանում, կարող ենք ասել քաղաքական մականուններ, քաղաքական տիտղոսներ եւ դրանց մեջ այդ հայր, ավակ, մեծ, չգիտեմ ինչ, այսպիսի մտածողություն կա, սա զուտ արևելյան նաև մտածողություն է եւ նաև բռնապետություններին հատուկ մտածողություն է, Ստալինն էլ ժողովրդի հայր էր սովետական միությունում, չէ, եւ այլն։ Կարծես հասարակ ժողովուրդը պաշտպանվածության կարիք է ունենում, քաղաքական պաշտպանվածության եւ դա տեսնում է ինչ որ լիդերի մեջ։ Այս տենդենսը բնականաբար Թուրքիայում կա, բայց ոչ այնքան հայր ձևակերպմամբ Էրդողանին, ժողովուրդների հայր, այլ որպես առաջնորդ, ղեկավար, արաբերեն ծագում ունեցող մի բառ է նրա համար ավելի կիրառվում, որ կոչվում է ռեիս, որը թարգմանաբար նշանակում է եւ նախագահ, եւ առաջնորդ, եւ հոգևոր նաեւ բաղադրիչներով եւ այլն, այնպես որ Էրդողանը այսպես եւ ինքն էլ ամեն ինչ անում է այդ տիտղոսը կարելի ասել ինստիտուցիոնալ դարձնելու համար։ Մենք Վարուժան Գեղամյանի հետ մի հոդված ենք հեղինակել, որը վերաբերում է հենց ձեր ասած հարցին, ենթադրում շուտով կտպագրվի մի հեղինակավոր ամսագրում, թե ինչպես է պետությունը եւ իշխանությունը Էրդողանի համար այս ռեիս կոչումը կառուցում, կարում, ստեղծում, ինստիտուցիոնալ դարձնում եւ այլն։ Նրա պաստառները, նրա հոլովակներ եւ այլն, որ Էրդողանը տարբերվի, այսինքն համակարգը աշխատում է Էրդողանի համար։ Ես դες մի պատմական օրինաչափություն էլ ասեմ Թուրքիայում, որ օրինակ Աթաթուրքին, երկրորդ նախագահին Թուրքիայում խորհրդարանի կողմից քվեարկվում եւ շնորհվում էր քաղաքական մականուն։ Մականուն ասելով անպայման քաղաքական բաղադրիչ, օրինակ Աթաթուրք նշանակում է թուրքերի հայր։ Երկրորդ նախագահի մականունը կոչվում էր ազգային շեֆ։ Եւ դա խորհրդարանն էր նրան տվել, ոչ թե ինչ որ իր մոտ շրջապատ եւ այդպես բոլորը ունեն այդ ոճի, շատերը ունեն այդ ոճի մականուններ եւ Էրդողանի մականունն է ռեիս, որը խորհրդանշում է կրոնական, այսպես ենթատեքստ ունի, որտեղ ռեիս ասում են հոգևոր առաջնորդ եւ ունի ավելի ազգայնական, որտեղ ռեիս ասում են բանին, այսպես ժողովրդական առաջնորդին, պարագլխին, այսպես ասած, եւ Էրդողանը ձգտում է դրան, այնպես որ հայր չեմ ասի, բայց առաջնորդ կասեմ։ Իսկ նրա առօրյա այսպես քաղաքական բանի մեջ, եթե կարելի ասել կենսակերպի մեջ, այդ հայրության գաղափարը կա, դուք կարող եք տեսնել տարբեր օրինակ տեսահոլովակներ, երբ
մոտենում են նրան, նա թույլ է տալիս, որ իր ձեռքը համբուրեն, ինչ որ երեխաներին գումարներ է բաժանում եւ այլն, այսինքն այո, տենց հայրի հոր ինչ որ բաներ ունի, այո։ Պարոն Մելքոնյան, արտաքին քաղաքականությանը մի պահ անդրադարձակ Աթաթյուրքին հիշեցնելով, հիմա Էրդողանի կառավարման տարիներին արտաքին քաղաքականության սկզբնական շրջանում հասկացանք խնդիր կար խորապես ինտեգրվելու Եվրոպական միությանը, հետագայում իրավիճակը փոխվեց հատկապես երբ Դավութօղլուն ունեցավ առավել մեծ ազդեցություն արտաքին քաղաքականության այդ դոկտրինի վրա եւ առաջ բերվեց զրո խնդիր հարևանների հետ գաղափարախոսությունը, Դավութօղլուի համար Թուրքիան ընկալվում էր իբրև պետություն, որը սուննի աշխարհի կենտրոնական հանգույց էր եւ կարող էր նաեւ միավորող պետություն լինել ու նաև այլ տարածաշրջանների եւ մահմեդական աշխարհի կամուրջը դառնալ։ Բայց 2016 թվականից հետո նաև դիվանագիտական համակարգը որոշակի փոփոխությունների ենթարկվեց, մի շարք դիվանագետների հեռացրեց ու եթե չեմ սխալվում, արդեն մեծացավ ազդեցությունը երկու հոգու իր Փեսայի եւ Իբրահիմ Քալնի, եթե չեմ սխալվում, եւ առաջ եկավ արժեքավոր մենություն դոկտրինը։ Հիմա որ փուլում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինձ թվում է այդ մենք տեսնում ենք անընդհատ միջնորդ դառնալու իր ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտությունում, Պաղեստինում, Տաջիկստան-Ղրղստան հակամարտությունում, հայ-ադրբեջանական հարաբերություններում, ընդհանրապես գլոբալ ազդեցության կենտրոն է, փորձում դառնալ Թուրքիան։ Տեսեք, շատ տարողունակ հարց եք տալիս, որը տարբեր շերտեր ունի, եթե ես փորձեմ այսպես բավական արագ դրանց պատասխանել, որովհետև դա մեծ դասախոսության թեմա է։ Ուրեմն առաջին ինչ որ ուզում եմ նշել, որ Թուրքիայում արտաքին քաղաքականությունը գիտականորեն մշակվում է, այսինքն դրանք իրոք տեսություններ են, որոնք պայմանավորում են ինչ որ մի փուլ եւ երբեմն այդ տեսության հեղինակը կարող է արդեն իշխանության չլինել կամ ազդեցություն չունենալ, բայց այդ տեսությունը շարունակի մնալ հիմքում, այսինքն Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գիտելիքահեն է, գիտության վրա է հենված, ոչ թե ինչ որ իշխանություն գալիս է որոշում է ինչ որ զրոկետից սկսել ու քանդում է ինչ որ եղել է, այո։ Հետևաբար Դավութօղլուն, այո, կարող ենք ասել, որ 21-րդ դարի սկզբի Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետն է, կամ գոնե ճարտարապետներից կարևորն է, տեսության հեղինակն է եւ այդ տեսությունը երբեմն ամբողջությամբ, երբեմն որոշ դրվագներ շարունակում են մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմքում եւ սա էլ է խոսում այդ պետականության կամ պետական մտածողության մասին, որ տվյալ պահին հիմա Դավութօղլուն արդեն ընդդիմություն է, Էրդողանին հակադիր է, բայց նրա տեսության մի շարք դրույթներ շարունակում են մնալ, այնպես չէ որ ասում են այս տեսությունը գրել է Դավութօղլուն, հիմա նա ընդդիմություն է, վերջ ուրեմն ջնջենք, սկսենք մեզնից։ Երկրորդ հանգամանքը Դավութօղլուն ինքը հերքում է կամուրջ լինելու հանգամանք, ասելով, որ Թուրքիան ինքը ունիկալ յուրահատուկ պետություն պետք է լինի եւ ու ջանքեր գործադրելու դեպքում կարող է դառնալ իսլամական գերտերություն, որովհետև տարածաշրջանում նա ունի այդ բոլոր ռեսուրսները, որպեսզի դառնա գերտերություն։ Հիմա տեսեք, Դավութօղլուի տեսությամբ սահմանում է, որ Թուրքիան ոչ թե ուղղակի կամուրջ որ պետք է կապի, այլ ինքը ունիկալ պետություն է, որը պետք է իր ազդեցությունը գործադրելով խնդիրներ լուծի, միջնորդ լինի, որպես ձեր վերած օրինակներն էլ հենց այդպիսին, որպես դատավոր եւ այլն։ Հիմա այդ տեսության մի դրույթ ես կուզենայի, որ նաև բացատրվեր, տեսեք, Դավութօղլուն ասում է, որ Թուրքիան շանսեր ունի դառնալու գերտերություն, իսլամական գերտերություն։ Հիմա էլի շարունակելով Դավութօղլուն հիմա ընդդիմություն է։ Էրդողանը իբրև թե գիրք է գրել, որը Փաշինյանը ուրախությամբ վերցրել էր, կհիշեք այդ լուսանկարը, հա։ Գրքի անունն ինչ է։ Աշխարհը 5-ից մեծ է։ Ինչ է ասում Էրդողան, այդ ինչ 5 եւ ինչու է մեծ 5-ից։ 5 նկատի ունի ՄԱԿ-ի անվտանգության 5 մշտական անդամ երկրներին եւ ասում է, որ աշխարհը ավելի մեծ է, չպետք է այս 5-ը լինեն,
Թուրքիան էլ պետք է լինի 6-րդը, իսկ ովքեր են այդ 5-ը, գերտերություններ են, Թուրքիան էլ պետք է լինի 6-րդ գերտերություն։ Հիմա Դավութօղլուն տեսեք չկա որպես իշխանություն, բայց նրա տեսությունը այլ ձևակերպմամբ Էրդողանը դնում է, շարունակում է, վերածում է գրքի, չգիտեմ, շնորհանդեսներ է անում եւ այլն եւ այլն։ Եվ ի վերջո վերջին դրվագը դուք նշեցիք Իբրահիմ Քալանին, որը այսօր ղեկավարում է Թուրքիայի հետախուզությունը, մինչ այդ արտաքին քաղաքականության կրկին այսպես ձևավորողներից մեկն էր, բայց Իբրահիմ Քալանն Դավութօղլուի, կարելի ասել, դպրոցի շարունակողն է, կամ կրտսեր գործընկերն է, կամ այնուամենայնիվ այդ այսպես դպրոցից է, եւ հիմա ավելացումներ է արել Թուրքիայի արտաքին քաղաքական տեսլականի վրա, եւ այո, այդ ձեր մեջ բերած արժեքավոր միայնությունը, որ մենք ոչ արևելք ենք, ոչ արևմուտք ենք, մենք կամուրջ չենք, մենք ենք, այո, եւ մենք ինքնաբավ ենք, յուրահատուկ ենք, միայնակ ենք ու դա արժեք է, դա արժեքավոր է ու միայնակ ենք, բայց ոչ թե մեկուսացած, միայնակ ենք մեր ունիկալությամբ եւ կարող ենք լուծումներ տալ մյուսներին։ Հիմա Իբրահիմ Քալանը այս գծի շարունակողն է, եւ սա էլ է այդ շարունակականության դրսեւոր, որ պետությունը արժեքավոր մտքեր, ունակ կադրերի պահում է եւ դրանով ուժեղացնում է պետական տեսությունները եւ քաղաքականությունը եւ անգամ ընդդիմություն լինելով հանդերձ Դավութօղլուն շարունակում է նպաստել փաստորեն իր տեսություններով Թուրքիայի արտաքին քաղաքականության ձևավորմանը եւ պետք է խոստովանել, որ Դավութօղլուի տեսությունը արդեն 20 տարուց ավել է, ըստ էության ժամանակի քննությունը կարելի ասել անցել է կամ անցնում է։ Իսկ այդ զրո խնդիրը պարզվեց, որ ուրեմն խնդիրների լուծումը ի հաշիվ հարևանների, այսինքն Հայաստանի հետ ունենք խնդիր, Արցախը պետք է տակ Ադրբեջանին եւ խնդիրը վերացնենք։ Ցեղասպանության հետ կապված խնդիրը, ցեղասպանությունը դուրս կբերեք միջազգային ճանաչումից, խնդիրը կլուծվի։ Սիրիան խնդիր էր, Սիրիան օկուպացնում ենք, Ասադին հեռացնում ենք, խնդիրը լուծվում է Սիրիայի հետ։ Այսինքն զրո խնդիրը պաստորեն թուրքական օկուպացիա էր, ոչ թե խնդրի լուծում։ Ասադին հեռացնելու Սիրիայում հաղթանակի մասին դուք անդրադառնալով այդ հարցին նշել եք, որ այսպիսով Էրդողանը շատ լուրջ խաղաքարտ ունեցավ իր ձեռքին հաջորդ ընտրություններում նախագահի պաշտոնը դիրքը պահելու համար, բայց մենք վերջին ժամանակներում տեսնում ենք Ստամբուլի քաղաքապետի ուրեմն դեմքով լուրջ առաջնորդի, որի շուրջը կա լուրջ բազմահազարանոց ամբոխի միավորում։ Հետաքրքիր մի բան, եթե չեմ սխալվում, Էրդողանը եղել է Ստամբուլի քաղաքապետ եւ կա այսպիսի միֆական ընկալում, որ նա, ով կարող է լինել Ստամբուլի քաղաքապետ, կարող է լինել Թուրքիայի ղեկավար։ Հիմա հետաքրքիր պատահականությամբ, ճակատագրի հեգնանքով, թե քաղաքագիտական մոտեցմամբ Ստամբուլի գործող քաղաքապետը լուրջ ուրեմն առաջնորդի հավակնություններ ունի եւ լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել Էրդողանի համար։ Որքանով է իրականում այդ լրջությունը գետնի վրա, թե սա զուտ մեր ընկալումն է քարոզչական դաշտում։ Չէ, տեսեք, կրկին մի քանի դրվագ, ես կարծում եմ, որ օգտակար է ձեր հարցերի այսպես շնորհիվ մի քիչ տարբերվող տեսակետներ մեր հանրությանը ներկայացնել, այսինքն տարբերվող հարցերի մասին, որոնք թվում է թե առաջին կարևորության միգուցե չեն մեր վիճակը հաշվի առնելով, բայց կարծում եմ ունեն այդ երկիրը հասկանալուն օգնող ինչ-որ հանգամանքներ։ Տեսեք, առաջինը մենք պետք է ֆիքսենք, որ Թուրքիայում իշխանություն, ընդդիմություն այդ սահմանը շատ նեղ է, այսինքն Էրդողանը կարող է իշխանության գալ 51% ձայն ստանալով, ոչ 80 կամ 70, եւ բազմակուսակցական համակարգի ներդրումից հետո Թուրքիայում այդպես են մոտարապես իշխանությունները փոխվել կամ երկարատև եղել են կոալիցիաներ, որ որևէ կուսակցություն չի հավաքել
այսպես անհրաժեշտ թվով ձայներ, ձևավորվել են կոալիցիաներ, փլուզվել են, հետո էլ են ձևավորվել եւ այլն։ Հիմա այն, որ ընդդիմության եւ իշխանության այսպես հերավորությունը տոկոսային շատ մեծ չի, դա օրինաչափություն է Թուրքիայի համար, ոչ թե զարմանալ, որ ասում են, տեսեք սոցհարցումներով ընդդիմությունը 49% է, իշխանությունը 50 կամ հակառակը երբեմն լինում է, հա։ Եվ այս առումով ընդդիմությունը երբեմն ավելի է ուժեղանում, երբ լինում են վառ լիդերներ, վառ անհատականություններ։ Այդ վառ լիդեր անհատականություն լինելու մեջ Թուրքիայում, Թուրքիայի քաղաքական գործիչների համար անպայմանորեն կարևոր է պոպուլիզմը, հռետորական արվեստը եւ փողոցային, այսպես ամբողջները ղեկավարելու, նրանց գրավելու հմտությունները եւ դրա համար պարտադիր չի որ դու լինես ինչ որ շատ, չգիտեմ, հեղինակավոր համալսարանների շրջանավարտ եւ այլն ու Էրդողանը հենց այդպիսի լիդեր է, նա չեմ կարող ասել որ Օքսֆորդն է ավարտել, բայց շատ հմուտ պրոֆեսիոնալ պոպուլիստ է եւ պրոֆեսիոնալ հռետոր ու ամբողջներ կառավարող։ Դավութ Օղլուն օրինակ այդպեսին չի, նա հանրային դաշտում տապալվեց, որտեվ չկարողացավ միտինգներին ելույթներ ունենալ, միտինգները շփոթում էր ուրեմն համալսարանական դասախոսությունների հետ եւ ըստ էության տապալվում էր։ Հիմա ձեր նշած անձը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմանօղլուն այս հատկություններով օժտված է, այսինքն եւ լավ հռետոր է, եւ սուր միտք ունի, դրան գումարած սոցցանցերում է շատ ակտիվ, ունի հարյուրազարավոր, միլիոնավոր հետևորդներ տարբեր սոցցանցերում, գիտի այդ լեզուն, երիտասարդներին գրավելու եւ այլն, պոպուլիստ է բնականաբար եւ Ստամբուլի համար բավական հաջողված քաղաքապետ է եւ ունի ամբիցիաներ ու ոչ միայն Ստամբուլում, այլև ամբողջ Թուրքիայում ունի հեղինակություն եւ պատկերացրեք, այդպիսի լիդեր, որը ներկայացնում է աշխարհիկ ուժ, քեմալական ուժ, այսինքն այն ուժը, որը Էրդողանի համար գաղափարական ճշնամի է նաեւ, ահա այդ ուժը ծնունդ է տվել այսպիսի լիդերի։ Մինչ այդ եղած լիդերների մեջ վերջին շրջանում վառ անհատականություններ այդքան չկային։ Հիմա Էքրեմ Իմամօղլուն ինքնին սպառնալիք է Էրդողանի համար, բայց ես նաև կարծում եմ, որ ոչ միայն Էրդողան անձի, այլև Էրդողանի քաղաքական թիմի համար է սպառնալիք, որովհետև այն մարդիկ, որոնք նշմարվում են որպես Էրդողանի հավանական շարունակողներ, դրանք այդ անձինք համեմատությամբ Ստամբուլի քաղաքապետի զիջում են մի քանի անգամ եւ խոսքի արվեստով եւ պոպուլիզմով եւ մնացած բոլոր հանգամանքներով։ Ուստի ես կարծում եմ, որ Էրդողանի համար այո, սա բավական վտանգավոր իրավիճակ է եւ դրա համար էլ այս պահին նա գնաց ըստ էության ռիսկի, ուրեմն կալանավորելով Ստամբուլի քաղաքապետին։ Բայց հետաքրքիր է, որ Էրդողան ինքն էլ բանտով անցել։ Այո, բայց գիտեք ինչ, այստեղ կան այո, շատ նմանություն է։ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետն էր 94-98 թվականներին, ձերբակալվեց, բանտարկվեց, դուրս եկավ, հասավ հաջողության եւ այդտեղ ձևավորվեց այդ միֆը, որ ով կլինի Ստամբուլի քաղաքապետ, նա կլինի ուրեմն երկրի ղեկավար, բայց Ստամբուլը այլ բազմաթիվ քաղաքապետեր էլ է ունեցել եւ նրանցից ոչ մեկ չի դարձել Թուրքիայի ղեկավար եւ այսպես զուտ տեխնիկական, մեխանիկական զուգահեռ բերելը, տանելը չեմ կարծում որ շատ արդարացված է։ Նայեք, Էրդողանին ներկայացված մեղադրանք 98-ին եւ հիմա Իմամօղլուի ներկայացված մեղադրանքը տարբեր է։ Էրդողանը մեղադրվում էր կրոնական ատելություն սերմանելու մեջ, նա ասում էր ես իսլամին չեմ դավաճանի, թող ինձ դատեն, ես չեմ հրաժարվում։ Այսինքն զուտ գաղափարական։ Այո, եւ նա այն ինչի համար որ մեղադրվում էր, այդ բանաստեղծությունները ասմունք էլ ինչի համար նրան մեղադրում էին, որ նա կրոնական ատելություն է սերմանում, այդ նույն բանաստեղծությունը ասմունքեց նաեւ բանտ մտնելիս
առաջ, բանտի մուտքի մոտ։ Տիպիկ գաղափարական մարտիկ է։ Այո, իսկ Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է կաշառակերության ու կոռուպցիայի մեջ, ընդ որում նրա դեմ կարծես ցուցմունքներ են տալիս իր կուսակիցները նաև եւ այլն։ Էրդողանը ներկայանում է որպես Ստամբուլի հասարակ խավի ներկայացիչ, փողոցում ջուր ծախած անձ, հաց ծախած անձ, կռիվ արած։ Իմամօղլուն ցույց են տալիս նրա տունը, որը պալատ է, բառեզբուն իմաստով, հեկտարներով, այդ հասարակության մոտ դա էլ է այսպես բան առաջացնում, որ Էրդողանը մերն է, մեր տիպի մեկն է, մեր նման նստում է, թեյ է խմում եւ այլն, իսկ Էքրեմ Իմամօղլուն միայն իր կոստյումները, մի ամբողջ հարկաբաժին զբաղեցնում էին միայն նրա կոստյումները եւ այլն եւ այլն։ Այսինքն տարբերություններ կան, այնպես որ ուղղակի դնել մեխանիկական ասել, որ տես նա էլ է քաղաքապետ, սա էլ է քաղաքապետ, նա էլ է բանտարկվել, սա էլ է բանտարկվում, դրա համար կարող է լինել նախագահ, այդքան ճիշտ չի, ճիշտ է ընդունել, որ Իմամօղլուն ունի լիդերական հատկանիշներ, ինչով առավել է Էրդողանի թիմակիցներից, բայց չեմ կարծում, որ բուն է Էրդողանից, որտեղ Էրդողանը ի վերջո այդ դաշտի չեմպիոն է, սա էլ այսպես հավակնորդ չեմպիոն է։ Եվ մեխանիկական այսպես զուգահեռ տանելը մի օրինակով բերեմ, որ երբ որ Արամ Փափազյանին, որը Օթելլոյի ֆանտաստիկ դերակատար էր, ինչ որ մեկի խաղն են ցույց տալիս, ասում է ամեն սև բան չէ, որ Օթելլո է։ Այնպես որ հասկանալի։ Պարոն Մելքոնյան, ինչու այս հարցը տվեցի։ Հայաստանում ընդունված է գուցե լավ օրից չէ, որ այդպես ենք մտածում, բայց այնուամենայնիվ այդ միամիտ ընկալումը կա, որ սրտատրոփ սպասում են, թե Էրդողանը երբ է ուրեմն լքելու իշխանությունը, հեռանալու իշխանությունից, համարելով, որ եթե հեռանա, հետնել կտանի ծավալապաշտական քաղաքականությունը, ձգտումները Հայաստանի հանդեպ սպառնալիքները, մինչդեռ ընդդիմությունը ոչ պակաս ազգայնական է Թուրքիայում ու նորից շատ պարզ օրինակով այս վերջին ցույցերին, ուրեմն առաջին շարքերում մարդիկ էին, որոնք գորշ գայլերի ժեստերով էին ներկայանում, ինչպես որ Էրդողանի կողմից են այդ ժեստերն արվում, այնպես էլ ընդդիմության կողմից։ Այո։ Դրա համար ես իմ խոսքի սկզբում ասացի, որ պետք է մեր ժողովուրդը գիտակցի, իմանա, որ թուրքական հասարակության մեջ մեծամասնությունը ազգայնականն են եւ պետք է գիտակցի, որ Թուրքիայի սահմանադրության մեջ ֆիքսվում է, որ այդ երկիրը ազգայնական է։ Հետևաբար ազգայնականությունը այդ երկրի հասարակության համար իրավական նորմ է, դա կարող է լինել ընդդիմադիր քաղաքացի կամ իշխանամետ, բայց ազգայնական նա կարող է ամեն դեպքում լինել։ Ձեր ասած հարցը երկու, այսպես իմ մոտ մտորում է առաջ բերում, առաջինը, որ մենք պետք է ի վերջո հասկանանք, թե ինչ է մեծ պետականություն կամ կայսերական մտածողություն եւ հասկանանք, որ այդ ընկալման պարագայում լիդերները, ղեկավարները չեն կարող էականորեն փոխել այդ երկրի գերակա շահերը։ Հիմա ով էլ լինի ԱՄՆ նախագահ, կարող է ինչ-որ ոճական, չգիտեմ, Թրամփը փակի USAID-ին, Բայդենը ֆինանսավորի USAID, օրինակի համար, բայց դա չի նշանակում, որ Թրամփը կարող է հրաժարվել Ամերիկայի համար գերակա շահերից, կայուն, այսպես գաղափարախոսական ուղղություններից եւ այլն եւ այլն։ Հիմա նույնը Թուրքիայի պարագայում է, որ մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ դա կայսերական մտածողության պետություն է եւ կան այսպես կարևորագույն ուղղություններ գաղափարախոսական, կան թիրախներ, կան թշնամիներ, կան նպատակներ, որոնք անձերի փոփոխությամբ էական փոփոխության չեն կարող ենթարկվել, կարող են մասնակի, ասենք Էքրեմ Իմամօղլուն, եթե դիցուք դառնա Թուրքիայի նախագահ, հաստատ նրա տերմինոլոգիան, հռետորաբանությունը կլինի շատ ավելի մեղմ եւ ասենք երբ որ խոսի Հայաստանի մասին, կարող է այն նույն վիրավորական արտահայտությունները չանի, ինչ որ արել է կամ անում է Էրդողանը, բայց Էքրեմ Իմամօղլուն Արցախը ճանաչելու է Հայաստանի մաս կամ
ճանաչելու է հայոց ցեղասպանությունը, իհարկե ոչ։ Էրդողանից առաջ ավելի մեղմ նախագահ էր Աբդուլլա Գյուլը, որի ժամանակ իհարկե որևէ լուրջ փոփոխություն տեղի չունեցավ։ Ուղղակի Աբդուլլա Գյուլը խոսելուց կարող ավելի շատ ժպտար, Էրդողանը ավելի քիչ ժպտար։ Այսինքն պետք է գիտակցել, որ էական փոփոխություն չի կարող լինել, եւ երկրորդ բանը, ինչ որ ձեր հարցը իմ մոտ առաջացրեց, մտորում է, որ այս մտածողություն, որ այս մեկը անցնի, տեսնենք ինչ կլինի եւ այլն, դարերով ուղեկցել է հայ ժողովրդին եւ որևէ լավ տեղ նրան չի տարել։ Հայ ժողովուրդը ուրախանում էր 1909 թվականին, երբ տապալվեց Սուլթան Աբդուլհամիդը եւ կան միտինգում պաստառներ, որ ահա շուտով եղբայրությունը եկավ, հայ ժողովուրդը ուրախանում էր, որ գնաց Աբդուլհամիդը եւ եկան երիտտ թուրքերը, Թալյաթի կողքին կանգնած ուրախություն էին ապրում հայ ժողովրդի նաեւ երևելի ներկայացուցիչներ, բայց հետո տեսանք ինչ եղավ։ Այդ նույնը մտածում են, ահա չգիտեմ, կգնա այս ինչ ղեկավարը կգա մեկ ուրիշը եւ իրավիճակը կփոխվի։ Ես կարծում եմ, որ այս դարավոր սխալ մտածողությունը, որ մեզ ուղեկցել է, պետք է այդ մտածողությունից մենք ի վերջո հեռանանք, ինչպես նաև այն նաիվ մտածողությունից, որ այս Եվրոպան մեզ կփրկի, Ռուսաստանը մեզ կփրկի, այս անձը կփրկի, այն անձը կփրկի եւ այլն, դրանք պատմությունը ցույց է տվել, որ մեզ համար կործանարար նշանակություն են։ Շնորհակալ եմ եւ ամփոփելու համար մեր հաղորդումը ես երկու հարց կտամ։ Մեկը Արարատ Միրզոյանին է վերաբերում, մեկը Նիկոլ Փաշինյանին։ Ըստ երևույթին դժվար թե ես իրենց երբևէ հարց տամ, պարոն Մելքոնյան, Արարատ Միրզոյանը թուրք լրագրողների հետ հանդիպմանը մի այսպիսի մոտավոր ձևակերպումը կասեմ, մի այսպիսի միտք է ասել, որ ինքը ուրախ է հանդիպել թուրք լրագրողներին, որովհետև այդպիսով շանսը մեծանում է, որ իր խոսքը կհասնի թուրք հանրությանը, այդպիսով հասարակության հետ զրույցի երկխոսության հնարավորություն կստանա Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Հարց 1. Արդյոք այդ դրա ծարավը է թուրք հանրությունը, որ սպասում է, ասենք Հայաստանում մեկը խոսի ենել պաշտոնյա, որ լսեն, հասկանան ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, եւ վերջին հարցը, որով կամփոփենք, շուտով ապրիլի 24-ն է, դուք իհարկե նախորդ տարի քննադատել էիք Փաշինյանի ապրիլի 24-յան ելույթը։ Ես վստահ եմ, որ անկախ նրանից ինչ ելույթ կունենա այս տարի դարձյալ քննադատելու եք, որովհետև դժվար թե այդ մարդու տեքստում ինչ որ բան հիմնովին փոխվի։ Այդուհանդերձ Հայ Հայաստանը հստակ հայտարարում է, որ հրաժարվում է ցեղասպանության ճանաչումը իբրև արտաքին քաղաքականության գերակա ուղղություն եւ առաջնահերթություն ճանաչել, արդյոք այս իշխանությունը այնուամենայնիվ շանս թողնում է հաջորդ իշխանության համար մեր շարունակելու այդ պայքարը։ Նիկոլ Փաշինյանի վերաբերող հարցը այդ ուղերձն է, հա, սպասվող։ Լավ։ Ուրեմն տեսեք, նախ առաջին հարցի հետ կապված, գիտեք, երբ որ երկու երևույթներ կան, ժամանակավրեպություն ու ինքնախաբեություն, որոնք երկուսն էլ առանձին վերցված կործանարար են, բայց երբ որ երկուսը միահյուսվում են, մեկտեղվում են, դրանց կործանարար ուժը մեծանում է։ Այ ձեր նշած անձի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունները վկայությունն են ինքնախաբեության եւ ժամանակավրեպության բարձր դոզայի, որ համակել է նրան եւ նրանց, որովհետեւ ժամանակավրեպ է, գիտեք ինչու, որովհետեւ թուրքական քաղաքական խոսույթում, տիրույթում եւ հասարակական Հայաստանը, հայությունը եւ հայոց ցեղասպանության խնդիրը նաեւ այս իշխանությունների ապաշնոր քաղաքականության շնորհիվ դարձել է ոչ հետաքրքիր եւ ոչ արդիական։ Եվ հետաքրքիր էր թուրքական հասարակությանը եւ քաղաքական շրջանակներին Հայաստանի պաշտոնյաների, լիդերների կարծիքը այն ժամանակ, երբ Հայաստանը գործոն էր, երբ Արցախը հայկական էր եւ երբ աշխարհը պատրաստվում էր հայոց ցեղասպանության հետ կապված ճանաչումից անդին ինչ որ դատապարտող, քրեականացնող եւ այլ քայլերի գնալ։ Եվ այո, ես տեսել եմ, թե ինչպես են թուրք լրագրողները ոչ թե Հայաստանի բյուջեի հաշվին, այլ իրենց հաշվին գալիս Հայաստան եւ խնդրում
Հայաստանի ղեկավարների հետ հարցազրույցներ, որպեսզի ներկայացնեն այդ թուրքական հանրությանը։ Հիմա դա այդպես չէ, հետևաբար նրա արտահայտությունը ժամանակավրեպության դրսևորում է, որտեղ նա չի հասկանում, որ իր խոսքը այնտեղ այլևս ոչ ոքին հետաքրքիր չէ, եւ ինքնախաբեությունը, որ իրենց թվում է, որ իրենք շատ հմուտ բազմավեկտոր դիվանագիտություն են իրականացնում եւ դրա այսպես տարերից մեկը մեդիատուրն է, թուրքական հասարակությանը իրենց մեսիջը ուղարկելն է եւ այլն, չգիտակցելով, որ արևելքում պարտված եւ պետական արժանապատվությունից նահանջած անձանց լիդերներին եւ քաղաքական ուժերին ու նրանց խոսքին մեծ ուշադրություն չեն դարձնում, հետևաբար եթե ինքնախաբեությունը այն է, եթե իրեն թվում է, որ իր ելույթին կամ հարցազրույցին Թուրքիայում սպասում են այնպես, ինչպես նախկին հաղթած ժամանակներում արտաքին գործերի նախարարների ելույթներին ու հարցազրույցներին, ապա նա չարաչար սխալվում է եւ դա ինքնախաբեության հերթական դրսևորում է, ճիշտ այնպես, ինչպես իրենց լիդերին է, եթե նրան թվում է, որ թուրքական մեդիատուրի ժամանակ թուրք լրագրողներին նրա հարցազրույցը հետաքրքիր էր այնպես, ինչպես հետաքրքիր էր առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրույցները ժամանակի մամուլին, հատկապես երկրորդ ու երրորդ նախագահների հարցազրույցները, ապա նա չարաչար սխալվում է նույնպես։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, գիտեք, կանխատեսելիությունը այդքան էլ լավ բան չէ, բայց երբ որ դու գիտես, թե այս իշխանության քաղաքական մտածողությունը, տեսական հարթությունում ինչպիսին է, դու կարող ես կանխատեսել նրանց եւ ապրիլ 24-յան ուղերձը, եւ սեպտեմբեր 21-յան ուղերձը, եւ այլ ուղերձներ։ Հետևաբար ես ձեզ հետ համաձայն եմ, որ այս տարվա ուղերձում միգուցե ավելանա ինչ-որ նոր բան, իրական Հայաստան, կրթվելը նորաձև է, մենք պետք է հասկանանք ինչու է եղել ցեղասպանություն եւ այլն, եւ ես առիթ ունեցել եմ ասել, որ ես ուղղակի սպասում եմ, որ այս ուղերձից հետո հանկարծ Լեմկինի ինստիտուտը եւս մեկ հայտարարություն չանի Հայաստանին, որ դուք շղթում եք հայոց ցեղասպանությունը կամ ձեր հայտարարությունը մոտ է շղթման այսպես տարերով ելույթին եւ այլն եւ այլն, եւ այս հաջորդ իշխանության համար։ Գիտեք, այդ մասը այսօր չգիտեմ ինչու հիշում եմ տենց այսպես կլասիկներ կամ առասպելներ եւ այլն, դուք հիշում եք Արտաշես եւ Արտավազդ ավերակների վրա ինչպես թագավորեն, մեր այսպես բանահյուսական այդ գործը, որ Արտաշես արքայից հետո իր որդին բողոքում է, ասում է ես ավերակների վրա ինչպես թագավոր եմ, գիտեք, այս իշխանության գոյության տարիները իրոք մեր պետականության ավերակների վերածվելու տարիներ են, եւ սա ոչ թե ես ասում եմ որպես ընդդիմադիր տրամադրված քաղաքացի կամ մասնագետ եւ այլն, այլ ասում եմ պատմական օրինաչափությունների եւ օբյեկտիվ իրողությունների ու փաստերի վրա, որովհետեւ այնքան են տարբեր ոլորտներում ավերակներ թողնում, որ իրոք շատ դժվար է լինելու, բայց այլընտրանք չկա եւ լավատեսորեն փորձելով ամփոփել, մենք դեռ երկար տասնամյակներ պայքարելու ենք, որպեսզի գանք հասնենք 2018 թվականի ապրիլի 22-ի մակարդակին, ինչպիսին եղել է մեր պետությունը, եւ երբ որ հասնենք այդ մակարդակին, ես կուզենամ, որ այդ օրը լինի այնպիսի ուրախություն հասարակության մեջ ու փողոցներում, որը եղել է կեղծ եւ ողբերգություն կանխատեսող, որը եղել է 2018 թվականի ապրիլի 23-ին, որովհետեւ մենք հիմա 2018 թվականի ապրիլի 23-ից սկսած գնացել ենք գահավիժման ճանապարհով եւ պետք է այդ անդունդինց փորձենք հետ գալ 18 թվականի ապրիլ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։